ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում, երբ խոսքը վերաբերում է օֆրոդին։ Իսկ օֆրոդը հայաստանյան 4x4 օֆրոդ ակումբը այսօր Կապանում է։ Կապան Race 2025 Jeep Trophy Sprint։ Այստեղ մենք արդեն 4-րդ հանդիպումն ենք անցկացնում մեր հեռուստադիտողների հետ։ Մեկնարկում է B1 համարի անձնակազմը Հենրիկ Ստեփանյան և Նարեկ Ստեփանյան, Jeep Wrangler։ Հենրիկը բավական զգույշ է վարում ամենագնացը, իհարկե դա արդարացված է։ Հենրին ավելի բարդ տարբերակ է ընտրել։ Արգելքի բարդությունն այն է, որ պետք է ճիշտ անկյունով թեքվել, այլապես ամենագնացը կարող է կողաշրջվել։ B2 Սամվել Խաչատրյան և Հայկ Մատենցյան, ՈՒԱԶ։ Սամվել Խաչատրյանը առանձնապես խնդիր չունի արգելքը հաղթահարելիս։ B3 Արթուր Մաթևոսյան և Կարո Սաղաթելյան, Jeep Wrangler։ Այս անձնակազմը ևս ներկայացնում է Կապանը։ Սամվել Խաչատրյանը այստեղ էլ ժամանակի կորուստ չի ունենում։ Առայժմ շտուրմաններին գործի մեջ չենք տեսել։ Դա նշանակում է, որ անձնակազմերը արգելքները հաղթահարում են ընթացքից։ B4 Վաչե Ներսիսյան և Հայկ Աղեկյան, Jeep Grand Cherokee։ B5 Ստեփան Ստեփանյան և Վլադիմիր Տոնոյան, Jeep Cherokee, Frankenstein։ Այս ամենագնացի ղեկին 4x4 օֆրոդ ակումբի ներկայիս նախագահն է։ Իդեպ շնորհակալություն նաև Ստեփանին կազմակերպչական հսկայածավալ աշխատանքների համար։
B4 համարի Grand Cherokee-ով հանդես եկող Վաչե Ներսիսյանն ու Հայկ Աղեկյանը առաջին անգամ են մասնակցում օֆրոդ մրցարշավի։ Արթուր Մաթևոսյանը իր անցումով Հենրիին հուշում է, թե ինչպես պետք է հաղթահարել արգելքները։ Այսպես Հենրին կարող է անգնահատելի փորձ հավաքել, հաշվի առնելով նրա տարիքը։ Վերջնագծին առաջինը հասնում է Սամվել Խաչատրյանի ղեկավարած անձնակազմը։ Վերջնագիծը հատում է նաև անձնակազմը, որը ղեկավարում է Արթուր Մաթևոսյանը։ Հենրի Ստեփանյանը նույնպես ավարտում է մրցելույթը։ Ցավոք Վաչե Ներսիսյան, Հայկ Աղեկյան եւ Ստեփան Ստեփանյան, Վլադիմիր Տոնոյան անձնակազմերը դուրս մնացին պայքարից։ B դասում մեր կենաջարտեցինք, հիմի մասնակցում վերանորոգել ենք և մասնակցում ենք C դասի։ Առաջ հոգ 4 անգամ 4 օֆրոդ կապը։ C դասի առաջին մեկնարկն է Գեորգի Մայսուրաձե և Գեորգի Սարտանյա։ Վրաստանից ժամանած մեր հյուրերի ամենագնացը կրում է GMS անունը։ Հաջորդը մեկնարկում է Արթուր Մաթևոսյան Կարո Սաղաթելյան անձնակազմը, համար C1, Jeep Wrangler։ Պետք է նշել, որ այս անձնակազմը ևս ներկայացնում է կապանը։ Ցավալի է, Արթուր Մաթևոսյանի ամենագնացը դուրս է գալիս կառավարումից և ենթարկվում երկրագնդի ձգողության ուժի։ Բարեբախտաբար Արթուրի հետ ամեն ինչ կարգին է։ Ահա թե ինչի են պետք անվտանգության միջոցները։ Իդեպ պետական անվտանգային կառույցների, շտապօգնության, ոստիկանության, հրշեջ ծառայության ստորաբաժանումները ներկա են այս մրցությանը, որպեսզի հնարավորություն ունենան անհապաղ արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի։ Շնորհակալություն նաև նրանց իրենց սրտացավ ծառայության համար։ Մեկնարկում է Ռուբեն Սահակյան Հայկ Պողոսյան անձնակազմը, համար C3, Jeep Wrangler, հայաստանյան օֆրոդ մրցաշարերի բազմակի չեմպիոն և մրցանակակիր։
Ռուբեն Սահակյանը զգում է, որ իր համար ջանքերի շնորհիվ Վրանգլերը դուրս կգա փոսից։ Ու նա չի սխալվում։ C4 Սամվել Ստեփանյան եւ Էդգար Դալաքյան, ջիփ Վրանգլեր։ Հաջորդը մեկնարկում է C5 համարի անձնակազմը, Սամվել Խաչատրյան, Հայկ Մատենցյան, ՈՒԱԶ։ Սամո, տորմոզ չտաս, իչի միականից իչի, Սամո տորմոզ միտուն, Սամ տորմոզ միտուն, իչի միականից, C7 Արթուր Թևանյան, Սմիթ Հակոբյան, Լադա Նիվա, լեգենդ։ Շատ ուրախալի է, որ կարողացել են նորոգել իրենց Նիվան և կրկին դուրս գալ մրցուղի։ C9 Երվանդ Ղուկասյան, Ռազմիկ Ղուկասյան, ջիփ Վրանգլեր։ C10 Արմեն Ղազարյան, Էդգար Ավետիսյան, ջիփ Վրանգլեր։ Երվանդ Ղուկասյանի հեպարդը վայրեջքից հետո հայտնվել է հակառակ դիրքում։ Այն էլ խրամատի մեջ։ Տեսնենք անձնակազմին կհաջողվի դարձի բերել ամենագնացը։ Շնորհակալություն հայտնենք ավտոդրայվի գործընկերներին, գլխավոր հովանավոր ավտոսան ընկերություն Բարդալ ապրանքանիշով, պաշտոնական գործընկեր Նոր տուն խանութների ցանց, հաղորդման հովանավորներն են Քեշուա Արմենիա, Արզնիկատ ընկերություն, GH Stone ընկերություն, Max Oil ընկերություն։ Առանձնահատուկ շնորհակալություն Multigroup կոնցեռնին, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ավտոդրայվ հաղորդմանը և Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։ Շախմատային խնդիրներ առկա են նաև C դասի անձնակազմերի համար։ Վանդակներն անցնելու համար ամենագնացները շատ բարդ դիրքեր են ընդունում, գետնից կտրելով անիվներից մեկը։ Անձնակազմերը վանդակ առ վանդակ շարժվում են դեպի առաջ։ Իհարկե ճոպանակն իր դերն ունի այդ առաջխաղացման գործում։ Արմեն Ղազարյանի և Սամվել Ստեփանյանի վրանգլերները ընթանում են կողք կողքի վտանգավոր հեռավորության վրա։
Սամվել Ստեփանյանի և Էդգար Դալաքյանի համար ողջի գետը պետք է որ ավելի հեշտ լինի հաղթահարելը։ Աղստևի համեմատ այն ավելի փոքր է։ Մրցուղին այն աստիճան բարդ է ստացվել, որ շտուրմանների էներգիան սպառվել է։ Բազմաթիվ արգելքների շարքում գետն իր բարդույթներն ունի։ Գործն ավելի է բարդանում, երբ խոչընդոտն անցնելու տեղը նեղանում է։ Մրցուղին հարուստ է տարբեր խոչընդոտներով։ Առանձնահատուկ տեղ է գրավում արհեստական խրամափոսը։ Դրա եզրերն այնքան կտրուկ են, որ փոսը մտնելիս պետք է ճիշտ հաշվարկել ամենագնացի հնարավորությունները։ Ռուբեն Սահակյանը համբերատար սպասում է, որ տեղ ազատվի, որպեսզի այսպես միանգամից դուրս գա գետից։ Սամվել Խաչատրյանը բազմաթիվ փորձեր է ձեռնարկում գետապ դուրս գալու համար, բայց երևի ճոպանակ օգտագործելու դեպքում ավելի արագ կստացվեր հաղթահարել գետը։ Այս դիրքում ցանկացած ավտոմեքենայի շարժիչը կանգ կառներ, բայց ոչ այս ամենագնացներինը։ Արթուր Թևանյանը հաշվի առնելով նախորդ դասի իր դառը փորձը, ավելի զգույշ է վարում։ Վրացական անձնակազմին հաջողվում է դանդաղ, բայց սահուն անցնել փոսերի շարանը։
Գետապին առաջացած խցանումն աստիճանաբար բացվում է, եւ Արթուր Թևանյանը սկսում է հաղթահարել արգելքը։ Վրացական անձնակազմի բախտը բերում է այնքանով, որ մինչ նա կհասնի գետապ, նրա ճանապարհը բացվում է։ Արթուր Մաթևոսյանին և Կարո Սաղաթելյանին հաջողվել է դարձի բերել Վրանգլերը, բայց այն մխում է, նրանք փորձում են շարունակել մրցարշավը։ Մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել ավտոդրայվի գործընկերներին։ Գլխավոր հովանավոր ավտոսան ընկերություն, Բարդալ ապրանքանիշով, պաշտոնական գործընկեր Նորտուն խանութների ցանց։ Հաղորդման հովանավորներն են Քեշուա Արմենիա, Արզնի կատ ընկերություն, GH Stone ընկերություն, Maxoil ընկերություն։ Առանձնահատուկ շնորհակալություն Multigroup կոնցեռնին, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանին, Ավտոդրայվ հաղորդմանը և Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։
Մեր մշտական հեռուստադիտողները կարծում եմ կհիշեն ավտոդրայվի թողարկումները, Rainforest Challenge մրցարշավի Կովկասյան փուլը։ Այսօր հենց այդ իրավիճակն է, անձրևային ու անտառային մարտահրավերներ։